հիմա էլ աղոթելու ենք միասին, բայց մինչ աղոթելը հայտարարությունը մեր, որ ամեն կիրակի ժամը 12-ին հավաքվում ենք Էջմիածնի քաղաքում 12:00-ին, չորեքշաբթի օրը Երևան Շերամի 88 18:30-ին եւ ամեն շաբաթ Գյումրիում Մանուշյան 10:02 հասցեում ժամը 12-ին ունենում ենք ծառայություն։ Շատ լավ քույրեր եղբայրներ, Տերը օրհնի բոլորիդ փառ Տիրոջ այսօրվա համար, պատահական բաներ չի լինում Տիրոջ ժողովրդի համար, Տիրոջը հուսացածների համար պատահական բաներ չկա եւ պատահական չի, որ այսօր եւ դու այստեղ ներկա ենք։ Եվ պատահական չի, որ այսօր մեզ միացել եք եւ հետեւում եք թեկուզ եւ առցանց։ Գրեք ձեր հոգսերը, ձեր կարիքները, տեսանյութը առանձին կտեղադրվի, ձեր կարիքները գրեք, ձեր հոգսերը գրեք, միասին միաբանվենք եւ աղոթենք։ Եվ ոչ միայն կարիքներն ու հոգսերը, նաեւ ձեր վկայությունները գրեք։ Մենք այս բաժինն առանձնացրել ենք, որ որպես Տիրոջ ժողովուրդ միաբանվենք մեկս մյուսի համար։ Կանգնենք մեկս մյուսի համար, որովհետև վստահ եմ, որ ցանկացածս գործ ունենք անելու։ Ցանկացածս մեր բաժինն ունենք անելու։ Եվ եթե մենք չպիտի կանգնենք իրար կողքի, մենք չպիտի օգնենք իրար, այլ ով պիտի օգնի մեզ։ Եթե մենք քույր եղբայրներով չմիաբանվենք, չօգնենք իրար, աշխարհը դա չի անելու մեզ համար։ Մենք ենք այսօրը, որ իրար ունենք։ Եվ այսօր պիտի միաբանվենք եւ այն մարդիկ, ովքեր հոգսեր ունեն, այն մարդիկ, ովքեր կարիք ունեն Տիրոջ միջամտության, գերբնական կարիքն ունեն։ Թող այսօր Տիրոջ այդ միջամտությունը գա իրանց կյանքում։ Եվ գիտեք, կարևորագույն մի բան կա, մենք իշկանով ենք հավատում այդ ամենին, որովհետև Տերը մեր հավատքն է տեսնում։ Տերը ուզում է մեր հավատքը տենա։ Գիտեք, շատ անգամներ մենք այո խոսում ենք, մտածում ենք, մտորում ենք Աստծո ամենակալ լինելու վերաբերյալ։ Մենք գիտենք, ասում ենք բառերով, ասում ենք, որ մեր Աստված ամենակալ Աստված է, մեր Աստված ամենազոր Աստված է, իշխանություն ունեցող Աստված է։ Բայց երբ որ մեր ընթացքում, մեր կյանքում, մեր հոգևոր ընթացքում գալիս է դժվարություն, կարծես տկարանում է այդ ամենը։ Թող այսօր զորություն գա մեր ներսում, որ անկախ են իրավիճակից, որ եկել է իմ կյանք, անկախ են պրոբլեմներից, անկախ են հոգսերից, անկախ են քամիներից ու փոթորիկներից, որ եկել է իմ կյանք, իմ Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Իր զորությունը չի սպառվում, իր կարողությունը չի քչանում։ Նա նույնն է, նա իշխող Աստված է, թագավորն է թագավորների, Տերն է տերերի։ Եվ այսօր ուզում եմ, որ քո այն խնդիրը, քո այն պրոբլեմը, եթե կա առողջական խնդիր, ուզում եմ, որ այսօր դու շատ փոքր տեսնես ու քո Աստծուն մեծ ավելի, որովհետև չկա Տիրոջ համար մի խնդիր, որն անլուծելի լինի։ Չկա Տիրոջ համար մի խնդիր, որ Աստված փորձի խուսափել այդ հարցից։ Բայց այսօր եթե հավատքով գանք իր առջև, ասենք Տեր, դու գիտես ամեն բան, ամենից առավել քո կամքն եմ խնդրում իմ կյանքում, իմ հույսը քո վրա է։ Ես իմ երեսը դեպի քեզ եմ հառել ու իմ սպասելիքը քեզանից է։ Եթե միայն ասես, եթե միայն միջամտես։ Գիտեք, մենք մի քիչ խոսքը կոպիտ է հնչում, բայց իրականում դա այդպես պիտի հասկանանք, մենք անտեր չենք։ Մենք Տեր ունենք։ Տեր ունենք, որ մի խոսքով ամեն բան արարեց։ Տեր ունենք, որ չկա մի իշխանություն, որ իշխի իր վրա։ Չկա մի մեծություն, որ ծածկի իր անսահման մեծությունը։ Եվ եթե մենք հավատանք ու մեր հավատքը դրսևորվի մեր գործերով, Տիրոջ միջամտությունը չի ուշանա, որովհետև Տերն ուզում է, որ ամեն իր զավակի համար բարին լինի։ Եկեք խոնարհենք մեր գլուխները եւ աղոթենք թե այս մարդկանց հոգսերի համար,
թե նոր գրվող կարիքների համար, որ այս հատվածը երբ որ տեղադրվի մարդիկ իրանց հոգսերն ու կարիքները գրեն, եւ նաեւ եկեք որոշում կայացնենք, որ շաբաթվա ընթացքում միաբանվենք, հիշենք այս մարդկանց, հիշենք այս կարիքները, հիշենք այս հոգսերը, որովհետեւ Աստծո խոսքն էլ ասում է վերաբերվեք այնպես, ինչպես որ դուք կլինեիք այդ իրավիճակում։ Փառքես Տեր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, Տեր, շնորհակալ ենք քո եկեղեցու համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ մի մասն ենք կազմում քո ժողովրդի, Տեր իմ Աստված։ Տեր, այս ամեն հոգս ու խնդիր բերում ենք քո ձեռքերի մեջ, Տեր, քո առջևդ ենք բերում, Տեր, խոնարհվում ենք քո մեծության ու փառահեղության առաջ, Տեր։ Դու ամենակարող Աստվածն ես, Տեր, դու Տերն ես տերերի Տեր, դու բժշկող Հայրն ես, Տեր։ Դու այն Հայրն ես, որ գիտի ամեն քո զավակի կարիքը, Տեր իմ Աստված։ Դու գիտես ամեն մեկիս խնդիրն ու հոգսը, Տեր։ Դու ավելին գիտես, քան որ կարծում ենք մենք, Տեր իմ Աստված։ Քան որ մենք գիտենք ինքներս մեր մասին, Տեր իմ Աստված։ Տեր, քո միջամտությունն ենք խնդրում ամեն մեկի կյանքում, Տեր։ Այստեղ գրված հոգսերի համար ենք խնդրում, Տեր։ Կան մարդիկ, ովքեր իրենց ընտանիքի անդամների համար են կանգնած, որ ապաշխար են, Տեր, խնդրում ենք, որ քո լույսովդ լուսավորես, Տեր, այդ մարդկանց միտքը, Տեր իմ Աստված, որ տեսնեն ու հասկանան, որ դու ես միակ ճշմարիտ Աստվածը, որ դու քո որդուն տվեցիր, որ իրանց ունենաս, Տեր իմ Աստված, մեծ զոհ արեցիր, որ քո թանկ արյունով գնես ամեն մեկին, Տեր, մեր մեղքի պատիժը քո վրա վերցրեցիր, Տեր իմ Աստված, որ ազատ լինենք մեղքից եւ արդարության կյանքով ապրենք, Տեր իմ Աստված, որ հնարավորություն ունենանք Հայր քո առջևդ գալու, Տեր։ Խնդրում ենք այդ մարդկանց համար, Տեր, որ այս ճշմարտությունը հայտնի անես իրանց կյանքում, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք այն մարդկանց համար, ովքեր բժշկության կարիք ունեն, Տեր, միաբանվում ենք, Տեր։ Խնդրում ենք, որ ցույց տաս այն ամենը, ինչ որ խանգարում է քո ողորմություն ստանալու, Տեր, քո բժշկություն ստանալու, Տեր։ Թող Հիսուսի անունով հեռանա, Տեր, ամեն պատ, որ խանգարի, Տեր իմ Աստված։ Դու Հայր ես եւ ուզում ես, Տեր, դու Հայր ես եւ ցանկանում ես այդ բժշկությունը, Տեր, բայց շատ անգամներ մենք սխալ դիրքում ենք լինում, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ ցույց տաս մեր տեղն ու դիրքը, Տեր իմ Աստված։ Եվ քեզանից ողորմություն ենք խնդրում, Տեր, խնդրում ենք, որ գերբնական միջամտություն անես, Տեր։ Հպվես քո ձեռքովդ, Տեր։ Մեկ խոսք եւ բավարարա, Տեր, որ ամեն բան կարգավորվի, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք նաեւ այն մյուս հոգսերի համար, Տեր, այն մյուս կարիքների համար, Տեր, դու ամեն բան գիտես, Տեր։ Քո միջամտությունն ենք խնդրում, քո կամքն ենք խնդրում, Տեր, քո արքայությունն ենք խնդրում ամեն մեկիս կյանքում, Տեր իմ Աստված։ Քո ներկայությունն ենք խնդրում մեր կյանքերում, Տեր։ Խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգովդ լցնես մեզ, Տեր իմ Աստված։ Դու մեզ տաճար դարձրեցիր, դու մեզ անոթ դարձրեցիր, Տեր, եւ խնդրում ենք, որ ցույց տաս այն ամենը, ինչ որ չի համապատասխանում քո ներկայությանը, Տեր իմ Աստված, մաքրիր ու սրբիր մեր անձերը, Տեր, ապաշխարությամբ են գալիս քո առջևը, Տեր, խնդրում ենք, որ ներես մեր գիտակից եւ անգիտակից մեղքերը, Տեր իմ Աստված, որ ուղիղ լինենք քո առջևը, Տեր, խնդրում ենք մաքրես մեզ, Տեր, որովհետեւ շատ անգամներ տկարենք ու տկարանում ենք, Տեր իմ Աստված, ծռվում ենք, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ քո քաղցր Սուրբ Հոգովդ ուղղես մեզ, ուղղես մեր ուղիները, Տեր իմ Աստված, որ ուղիղ քայլենք քո առջևդ, Հայր, որովհետև ուզում ենք քեզ հետ մտերիմ լինել, Տեր, ուզում ենք ավելիով քեզ ունենալ մեր մեջ, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգովդ լցնես, Տեր, խնդրում ենք, որ քո պարգևներովդ լցնես եւ իմաստություն տաս այդ ամենի հետ վարվելու կերպն իմանալ, Տեր իմ Աստված, որ քո եկեղեցին, քո ժողովուրդը ավելի զորանա, որ քո ժողովուրդը ավելի զորավոր լինի քեզանով, Տեր իմ Հիսուս, որ այս խավար աշխարհում կարողանանք պայքարել, Տեր, որ այս խավար աշխարհում ոչ թե խավարը տիրի, այլ քո լույսը տիրի, Տեր իմ Աստված, որ կարողանանք նվաճողներ լինենք Հիսուս անունով, որ կարողանանք շատերին գնալ եւ քո ավետարանը բարի լուրը փոխանցենք եւ այդ սերմերը, որ կցանվեն այդ մարդկանց կյանքերում ու սրտերում, թող քո անվանը փառք բերի, Տեր։ Տեր, ողջ ընթացն քո ձեռքերի մեջ բերում, Տեր։ Միաբանվում ենք, Տեր, միաբանվում ենք
մեկս մյուսի համար, Տեր իմ Աստված։ Եվ այս ամենի մեջ քո ներկայությունն ենք խնդրում, Տեր, որովհետև զուր կլինի այն ինչ որ կանենք, եթե դու այս ամենի մեջ ներկա չես, Տեր։ Քո ներկայությունն ենք խնդրում, Տեր։ Ողջ ընթացքի մեջ, ամեն մեկիս կյանքում, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք, որ զորացնես, Տեր։ Խնդրում ենք, որ մխիթարես, Տեր իմ Աստված։ Մխիթարես այն մարդկանց, ովքեր այդ մխիթարության կարիքն ունեն, Տեր։ Ամենում թող քո անունը փառավորվի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։